Լեռնային Ղարաբաղում գրանցված կազմակերպություններին մինչև այս տարվա նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրվել, որպեսզի իրենք վերագրանցվեն Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքը շարունակելու համար, այն ընկերությունները, որոնք որ կցանկանային, այդ ժամկետը ավարտվել էր եւ արդեն հարցեր առաջացել այն գույքերը, որոնք որ եւ այդ ակտիվները, որոնք որ արդեն Հայաստանի Հանրապետությունում կան եւ որևէ ձևով ծանրաբեռնված էին գոյությունեցող պարտավորություններով, թե ինչ է լինելու իրենց հետ, ըստ էության երկու օրենքում փոփոխություններ են առաջարկվում, առաջինը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն է եւ երկրորդը իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ լեռնարկատերի պետական հաշվառման մասին օրենքն է, ինչն է հիմնական փոփոխությունների տրամաբանությունը, ըստ էության, եթե նայենք թե այսօրվա գործող իրավական դաշտը ինչպես է կառավարում այն դեպքերը, երբ որ գույքը կա գրավի տակ եւ պետք է այդ հարաբերությունները կառավարվեն, այն դեպքում, երբ որ հիմնական պարտավորությունը գոյություն չունի այլևս, այդ պարագայում վերանում է նաև գույքի վերաբերյալ նաև թվարկով ծանրաբեռնված են գրավի պարտավորությունները։ Բնականաբար այս պարագայում մենք ունենք դեպքեր, որոնք որ այս դաշտի տակ են ընկնում եւ որոշակի իրավական անորոշություն է ստեղծում եւ ըստ էության այս նախաձեռնությունով հաշվառելով որ գույքերը Հայաստանի Հանրապետությունում են գտնվում, հիմնական թեզն այն է եւ դրույթն այն է, որ այդ գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա եւ դա շատ կարեւոր է հիշեցնեմ նաեւ որ այստեղ որևէ սոցիալական բնույթի հարց չկա, այսինքն այստեղ ընդամենը փոքր քանակությամբ համատաբար խոշոր վարկերի եւ գույքերի մասին է խոսքը գնում, ինչի մասին եւ մենք խոսացել ենք եւ կարծում սա կարեւոր է նաեւ այն տեսանկյունից որ նաեւ եթե կառավարությունը քանի որ արդեն սեսիայի պայմանագրի միջոցով ըստ էության գնել է որոշ պարտավորություններ այդ գույքերի տեսանկյունից գրավի տեսանկյունից նաև կառավարությունը սրա միջոցով եւս իրավունքներ կունենա, կարծում ենք շատ կարևոր է, այսինքն թե ֆինանսական համակարգը թե կառավարությունը սրա միջոցով ավելի շատ որոշակի դաշտում կգործեն այն գույքերի պարագայում, որոնք որ գրավ էին հանդիսանում։ Այն իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէին, գրանցված էին Լեռնային Ղարաբաղում, ունեին ֆինանսական պարտավորություններ վարկեր Հայաստանի Հանրապետության բանկերի նկատմամբ, պետք է կատարեն իրենց պարտավորությունները եւ էական չէ գրանցված են Հայաստանի Հանրապետությունում թե ոչ, պետք է գրանցվեին ժամկետը տրվել էր, այժմ օրենքով սահմանում ենք, որ այդ գրավի առարկաները կամ ֆինանսական ակտիվները, որոնք պատկանում են այդ կազմակերպություններին, վարկերի պարագայում, վարկերը չմարելու պարագայում կարող են առգրավել։